Ընտրապայքարը Հայաստանում սկսվել է փաստացի, չնայած ոչ իրավական եւ ընտրապայքարի հետ միասին բնականաբար սկսվել է նաեւ քարոզչական մանիպուլյացիաները։ Սրանցից մեկը պետք է ընտրել այսօրվա իշխող թիմին, այսօրվա կառավարությանը, որովհետեւ ընդդիմությունը ուրեմն ռուսական գործակալներ են, որովհետեւ ընդդիմությունը 5-րդ շարասյուն է, որովհետեւ ընդդիմությունը, չգիտեմ, ազգային դավաճաններ է եւ այլն, բոլորը գիտեք դա, այդ թեման գիտեք, այդ օրակարգը գիտեք։ Բայց հարց չի ծագում, իսկ ինչի է ձեր ընդդիմությունը 5-րդ շարասյուն, ինչի է ձեր ընդդիմությունը ռուսական գործակալներ, գլխավոր հիմնական ընդդիմությունը, ինչպես դուք եք ներկայացնում, որոնց վրա հենց դուք եք շեշտը դնում։ Ինչու է այդպես։ Օրինակ ես պատկերացնում, եթե ես լինեի եւ իմ ընդդիմությունը լիներ օտար երկրյա գործակալ, կարևոր չի ռուսական, ամերիկյան, պարսկական, թուրքական, ինչական ուզում ես, թե ուրուգվայական, եթե իմ ընդդիմությունը լիներ, իմ քաղաքական դաշտի խոշոր խաղացողները դա լինեին, կամ 5-րդ շարասյուն առավելևս լիներ, ես ամեն ինչ կանեի, որ դա այդպես չլիներ եւ հաստատ պետությունը, հաստատ կառավարող ուժը ունի լծակներ, որպեսզի դա այդպես չլինի եւ արդարացում չկա, որտեվ 8 տարի է անցել։ Կարելի է ասել, որ մի տարվա մեջ այդ խնդիրը լուծելի չի, 2 տարվա մեջ այդ խնդիրը լուծելի չի, 3 տարվա մեջ այդ խնդիրը, 8 տարվա մեջ այդ խնդիրը լուծելի չի, լուրջ, թե այստեղ այլ ենթադրություն կարող է ծագել, որը իրական ենթադրություն չի, իսկ կարող է ձեզ ձեռ է տալիս, որ այդպես լինի։ Կարող է այդպիսի բան լինի։ Հիմա մի հատ էլ հասկանանք, ժողովուրդ ջան, տեսեք, 5-րդ շարասյուն հատկապես այս տերմինի վրա նաև ուզում ուշադրություն դարձնել, դեռ մի կողմ թողած գործակալները, 5-րդ շարասյունը կատակ ինչ-որ բան չի, դա սովորական, կներեք, տենց հայոյանք չի, դա շատ կոնկրետ հասկացություն է եւ մեղադրանք է, ընդ որում գործակալից եւ նույնիսկ դավաճանից ավելի ծանր մեղադրանք, որովհետեւ 5-րդ շարասյուն, ես չգիտեմ որքանով մեր ժողովուրդը ընկալում է դա ինչ է նշանակում, 5-րդ շարասյուն նշանակում է թշնամու հետ ոչ թե համագործակցող, այլ թշնամու հետ միասնաբար թշնամու բանակի մեջ ուրեմն սեփական պետության, սեփական ազգի դեմ կռվող, սա է նշանակում։ Ոչ թե էլ եմ ասում սովորական գործակալ, սովորական դավաճան, շատ ավելի վատ բան, մի մակարդակ ավելին բան։ Դա երկրորդ համաշխարհայինից է եկել եւ խոսքը կոնկրետ այն մարդկանց մասին է, որոնք զենքը ձեռքին է թվում, իրենց իսկ պետության դեմ են կռվել, մասնակցել են պատերազմի թշնամու կողմից։ Սա է նշանակում 5-րդ շարասյուն։ Երբ որ դու ինչ-որ մեկին ասում ես 5-րդ շարասյուն, եւ դրանից հետո 8 տարի ինքը քո գլխավոր ընդդիմությունն է ու շարունակում է լինել ու դու ոչինչ չես անում, այստեղ արդեն մեղքը, պատասխանատվությունը եւ հանցանքը ընկնում է նաեւ քո վրա, ուրեմն դու հանցակից ես։ Ինչպես ես դու հանդուրժում ոչ միայն այն փաստը, որ քո պետության մեջ լինի 5-րդ շարասյուն, այլև որ դա լինի գլխավոր քո ընդդիմությունը, այլև իշխանության մասը, որովհետեւ ազգային ժողովը իշխանության մաս է ավելին, ըստ մեր սահմանադրության, քանի որ պարլամենտական հանրապետություն է, ազգային ժողովն է հենց իշխանությունը, այսինքն դու դա թույլ ես տալիս, այսինքն դու հանցակից ես։ Մի կողմ թողնենք իրական 5-րդ շարասյունը իրական չի, դու ինչ շարասյուն ես 6-րդ ես, թե 7-րդ ես, դա դեռ մի կողմ թողնենք։ Հենց այդ փաստով դու ինքնախոստովանություն ես սա։ Եվ էլ եմ կրկնում, տարիների մասին է խոսքը, ամիսների մասին, չի խոսքը մի տարու մասին, չի խոսքը 2 տարվա մասին, չի խոսքը տարիների ընթացքում։ Եվ հիմա ես ուզում եմ հասկանամ, նորից մենք այս մանիպուլյացիան ենթարկվում ենք, հա, նորից մենք այս մարդկանց լսում ենք, ասում ենք, հա, 5-րդ շարասյունը, դրա համար գնանք ընտրենք Նիկոլին, ընտրենք այս կառավարությունը, որովհետև 5-րդ շարասյունը, լուրջ, նորից ժողովուրդ ջան, չի կարելի այդպես հասկանում, չի կարելի նույն մանիպուլյացիային, նույն հոգեբանական հնարին նորից ու նորից ենթարկվել, որտեվ ես էլ եմ ասում, եթե 5-րդ շարասյունը քո երկրում գլխավոր ընդդիմություն է, քո գլխավոր ընդդիմություն է տարիների ընթացքում, ուրեմն դու այդ համակարգի մասն ես, եւ այստեղ ես հարցը խորացնում եմ, ես ասում եի, արդյոք դա ձեզ ձեռ չի տալիս, ռետորական հարց է, պարզից պարզ է, որ ձեռ է տալիս, եւ դրա համար էլ այդքան շեշտը դրանց վրա են դնում, իրենց են ուզում ներկայացնել, հենց իրենք, հենց այսօրվա իշխանությունը ամեն ինչ անում է, որ իր գլխավոր ընդդիմությունը այդ ուրեմն խմբերը ընկալվեն, բայց այս էլ մի կողմ, ոչ միայն ձեռնտու է,
դու փաստացի այդ նույն համակարգի մասն ես։ Համակարգի, դուք համակարգ եք ուրեմն, որովհետև եթե 8 տարի դու իշխանություն ես եւ 5-րդ շարասյունը քո ընդդիմությունն է, այսինքն նույնպես մեծ հաշվով իշխանության մասը դու այդ նույն համակարգից եք։ Դուք նույն համակարգ եք, դուք նույնիսկ տարբեր չեք։ Հարցը նույնիսկ այն չի, որ քեզ ուղակի ձեռնտու եւ շահավետ է, հարցն է, որ ուրեմն դու էլ էդ ես։ Եվ նույնը ի դեպ վերաբերվում է հակառակ կողմին։ Երբ որ ինչ որ մի քաղաքական խմբի գործ չի շարունակ, ասում ես դավաճան տարիների ընթացքում եւ դա հետևանքներ չի ունենում, որտեղ դավաճան հենց այնպես չի կարող լինել, անհետևանք։ Ուրեմն այստեղ խնդիր կա, լուրջ խնդիր կա։ Ուրեմն էլի գալիս է նույն խնդիրը, որ դուք նույն համակարգի մասն եք։ Ես օրինակ դրա համար չեմ սիրում հրապարակային քաղաքական խոսքի մեջ նման տերմիններ օգտագործել, դա շատ հազվադեպ կարելի անել։ Այսինքն եթե ինչ որ մեկին ես կոչում եմ դավաճան, ու դրանից հետո դավաճանը տարիների ընթացքում, ասեք իմ երկրի ղեկավարն է կամ թեկուզ կարևոր ինչ որ դիրքեր ունի, դա իմ մասին է ուրեմն խոսում։ Ուրեմն այստեղ ինչ որ մի խնդիր կա իմ հետ։ Որտեվ դա հետևանքներ պետք է ունենա, այդպիսի բառեր հենց այնպես չպետք է ասեն, բայց մեզ սովորացրել են, մեր ժողովրդին ոչ մեզ սովորացրել են, որ դա նորմալ է, այլև ամբողջ քաղաքական, ուրեմն խոսքը քաղաքական պայքարը վերածել են դրան, ինչի համար, բարձ նպատակի համար, որտեվ իրենք որպես համակարգ են ուզում վերարտադրվեն, որպես համակարգ հիմա նորից ուզում են վերարտադրվեն, հասկացեք, ոչ թե ուղղակի միայն իշխանությունը կամ միայն ընդդիմությունը, այլ իրենք համակարգ են, երկբևեռ եւ ուզում են վերարտադրվեն։ Եվ եթե դուք ուզում եք, որ իրանք վերարտադրվեն, խնդրեմ, կարող եք այդ ուրեմն քարոզչությանը հետևել, դրան տրվել, դրան հավատալ, բայց եթե չեք ուզում, նորից եմ ասում, միացնում եք սթափ բանականությունը, այս մի անգամը գոնե սթափ բանականությունը միացնում ենք եւ նվազագույնը չենք ենթարկում որևէ նման այլևս հոգեբանական հնարի։ Ամոթ է ժողովուրդ ջան, չի կարելի ի վերջո գառ լինելը լավ բան չի, տեսեք չեմ ուզում կոպիտ ասեմ, ասում եմ գառնուկ, քաղաքականության մեջ, հանրային կյանքի մեջ, գառ լինելը լավ բան չի, ուլ լինելը լավ բան չի, մալ լինելը լավ բան չի, լավը մարդ լինել, կարելի է չգիտեմ գայլ լինել, օրինակ, բայց պետք չի գառ լինել, ամեն անգամ նորից ու նորից ուտել այդ այդքան պարզունակ, այդքան ակնհայտ քարոզչական հնարները, մանիպուլյացիաները, չգիտեմ, եթե ուզում եք կտերը, վերջ պետք է տալ սրան։ Սթափ բանականությամբ զինվեք եւ այս անգամ պատնեշ կառուցեք այդ ամեն ինչի դիմաց։